Ես այսօր մի պատգամ ունեմ իմ սրտում, որը ուզում եմ սկսել մի պատմությունով բրիտանացի մի հետազոտողի Էրնեստ Շեքլտոնի մասին 1914 թվականին այս բրիտանացի հետազոտողը որոշում է իրականացնել պատմության մեջ ամենահամարձակ արշավներից մեկը։ Ինչ անել, առաջինը հատել ամբողջ Անտարկտիդան ցամաքով, այսինքն օդային ճանապարհով չէ։ Եվ հավաքում է 27 հոգանոց մի անձնակազմ ու ճանապարհ է ընկնում մի նավով, որը անգլերենից թարգմանվում էր դիմացկունություն, տոկունություն, նավը հենց այդպես էր կոչվում։ Իհարկե սկզբում ամեն բան լավ էր, ճամփորդությունը հարթ գնում էր, բայց 1915 թվականի հունվարին նավը հայտնվում է սառույցների մեջ։ Սառույցները օրեցօր սեղմում էին նավը, անձնակազմը սպասում էր, որ դրանք կբացվեն ժամանակի ընթացքում, բայց իրականում տեղի էր ունենում հակառակը։ Եվ մի օր էլ հսկայական ճնշման տակ այդ սառույցների նավի կմախքը սկսում է ճաքել։ Ու այդ ժամանակ Շեքլտոնը հասկանում է մի բան. այս նավին փրկել այլևս հնարավոր չէ։ Եվ եղանակի պայմաններն այնքան ահավոր էին, որ մեծ փոթորիկ ու քամի էր բարձրանում։ Եվ երբ Շեքլտոնը հասկացավ, որ փոթորիկն անխուսափելի է եւ նավը փրկել հնարավոր չէ, նա հրամայեց լքել նավը։ Մի քանի շաբաթ անց նավը ամբողջությամբ արդեն խորտակվեց ու այդ մարդիկ մնացին սառույցի վրա աշխարհի ամենացուրտ տարածքներից վայրերից մեկում։ Պատկերացրեք, չկա ոչ մի ծածկոց, ոչ մի բան, ինչ ունեին իր հետ, դա իրենց փոքրիկ նավակն էր, փրկարարական եւ մի քանի վրաններ։ Ինչ պիտի անես մի փոքրիկ նավակով ամբողջ Անտարկտիդան, սառույց է, ջուր չի, որ այլևս շարժվի նավը։ Ու այդպես ամիսներով մնում են վրաններում այդ սառույցի վրա։ Գալիս է մի պահ, որ Էրնեստ Շեքլտոնը հասկանում է, որ սպասելը, մնալը դա նշանակում է մահ։ Եվ որոշում է 6 հոգանոց խմբով այդ փոքրիկ նավակով, փրկարարական նավակով կտրել, անցնել մի հսկայական ճանապարհ, մոտավորապես 1300 կիլոմետր հարավային օվկիանոսով եւ ամենավտանգավոր վայրերից մեկով, որտեղ 16 օր շարունակ պետք է գնային, որպեսզի հասնեին հարավային Ջորջիա կղզին, եւ այդ ժամանակ սկսվում է դարձյալ մի մեծ փոթորիկ, եւ իմ այդ փոքրիկ նավակն է հայտնվում, եւ 16 օր փոթորիկը չի դադարում։ Եվ նրանք անցնում են այնպիսի տարածքներով ստիպված, որտեղ դեռևս անգամ այդ տարածքները մարդկությունը չէր հետազոտել։ Այսինքն անճանաչելի ինչ որ վայրեր էին, մարդկությանը ոչ հայտնի։ Բայց համառության շնորհիվ մի քանի շաբաթ անց Շեքլտոնը վերադարձավ փրկարար նավով։ Այսինքն նա հասցրեց այդ փոքրիկ նավակով փոթորիկների միջով անցնել, գնալ, հասնել հարավային Ջորջիա կղզի ու հետ վերադառնալ նավով, եւ նրա 27 անդամներից ոչ մեկը չմահացավ։ Նրանք բոլորը փրկվեցին։ Եվ սա հենց առաջնորդության, համառության ամենավառ դասական օրինակներից մեկն է ընդհանրապես պատմության մեջ։ Իմ այսօրվա պատգամը կոչվում է «Երբ փոթորիկը դառնում է անխուսափելի»։ Ես իհարկե օրինակ եմ բերելու Պողոս Առաքյալի կյանքից։ Գործք առաքելոց 27-րդ գլխում նկարագրվում է Պողոս Առաքյալի կյանքի կարելի է ասել կուլմինացիոն, ամենադրամատիկ պահերից մեկը եւ ամենապատասխանատու ու առանցքային պահերից մեկը։ Գործք առաքելոց 27-րդ գլխում պատմվում է, որ Պողոս Առաքյալը պետք է գնար դեպի Հռոմ, պետք է հայտնվեր Իտալիայում, ինչու, որովհետեւ նույն գրքի 23-րդ գլխում 11-րդ խոսքում Տերն ասում էր Պողոսին. Եվ հետևյալ գիշերը Տերը կանգնեց նրա մոտ եւ ասեց. «Քաջացիր Պողոս, որովհետեւ ինչպես ինձ համար Երուսաղեմում վկայեցիր, այնպես էլ Հռոմում կվկայես»։ Պատկերացրեք, դարի մեծագույն առաքյալին Աստված հանձնարարական է տալիս, որ ինչպես դու ինձ համար Երուսաղեմում կանգնեցիր եւ համարձակ վկայեցիր, դու պիտի այսպես վկայես Հռոմում Կայսեր առաջ։
Աստված հանձնարարություն է տալիս մեծագույն առաքյալին։ Եվ ինչպես ասեցի, սա Պողոս առաքյալի կյանքի եւ ծառայության կուլմինացիան էր։ Նա արդեն հասկացել էր, որ աստիճանաբար մոտենում է ավարտին։ Գուցե նա դեռ չգիտեր ինչպես պիտի մահանար, բայց նա գիտեր, որ մոտենում է ավարտին։ Եվ առնում է հանձնարարություն Տիրոջից վկայելու հռոմում, այն էլ կայսրին։ Եվ այն էլ մարդկության պատմության ամենադարժան, ամենաամբարո կայսրերից մեկին, Ներոնին։ Բայց ի տարբերություն Տիրոջ մյուս հանձնարարությունների Պողոսի կյանքում, զարմանալիորեն Պողոս առաքյալը հայտնվում է այս հանձնարարության ճանապարհին ոչ թե որպես մեծագույն առաքյալը, որ իր ետևում արդեն այնքան բան էր թողել, այնքան մեծ ժառանգություն էր թողել, որ չէին թողել բոլոր առաքյալները միասին վերցրած։ Նա չի հայտնվում այդպես։ Մեծագույն առաքյալը ժամանակի։ Տիրոջ վերջին հանձնարարությանը սկիզբ է տալիս որպես մի բանտարկյալ։ Պողոսը գնում էր Տիրոջ կամքը կատարելու ոչ որպես առաքյալ։ Նա գնում է դեպի նպատակը որպես մի կապված, որպես մի բանտարկյալ։ Սա գիտեք մեզ ինչ է ցույց տալիս, որ Աստծուն իր կամքը քո կյանքում իրականացնելու համար միշտ չի, որ պարտադիր է քո հասարակական ստատուսը։ Միշտ չի, որ Աստված կարիք ունի, որ դու հարմար դիրքում լինես, որ քեզ օգտագործի։ Աստված կարող է քեզ գործածել քո կյանքի ամենաուժեղ ժամանակներում, եւ Աստված կարող է քեզ գործածել քո կյանքի ամենատկար ժամանակներում։ Աստված կարող է քեզ օգտագործել, երբ դու մտածում ես, որ դու պատրաստ ես, երբ Աստված կարող է օգտագործել քեզ շատ առանձնահատուկ ձևով, երբ որ դու մտածում ես, որ դու ընդհանրապես պատրաստ չես։ Նա կարող է գործածել քեզ, երբ քո կյանքում ամեն ինչ կայուն է, ամեն ինչ ստաբիլ է։ Բայց նա կարող է նաև օգտագործել քեզ փառավոր կերպով, երբ քո կյանքում պարզապես քաոս է։ Գիտեք ինչու։ Ի տարբերություն մարդու, Աստված չունի վատ օրեր։ Աստված չի ատում երկուշաբթիները։ Ասում են, որ վիճակագրությունը ցույց է տվել, բժշկական վիճակագրությունը, որ ինֆարկտի ամենաշատ դեպքերը տեղի են ունենում երկուշաբթի օրը առավոտյան։ Ինչու, որովհետև մարդկանց մեծամասնությունը գնում են այն աշխատանքին, որը ատում են։ Բայց Աստված ամեն ժամանակ կայուն է։ Նա չունի ծանր երկուշաբթիներ։ Դրա համար էլ երբ դու ապրում ես քո կիրակին առանց Աստծո, քո կիրակին դառնում է քեզ համար ամենամղձավանջային երկուշաբթին։ Իսկ երբ դու ապրում ես քո երկուշաբթին Աստծո հետ, քո ամենամղձավանջային երկուշաբթին դառնում է քո ամենափառավոր կիրակին։ Ինչու, որովհետև Աստվածաշունչն ասում էր, սա այն օրն է, որ Տերը ստեղծեց։ Եկեք ցնծանք եւ ուրախ լինենք։ Եվ Տերն ասում էր, այսօր, երբ լսեք նրա ձայնը, մի խստացրեք ձեր սրտերը։ Քանի անգամ է եղել, որ բաց ես թողել շաբաթօրվա ծառայությունը հավաքույթը, ու օրվա վերջում զգացել ես, որ օրդ կիսատ էր։ Կարծես ինչ որ մի բան դատարկ էր։ Թվում է, թե ինքնին օրը հագեցած էր պլաններով, ինչ որ գործերով, բայց վերջում օրվա հասկանում ես, որ կարծես թե կիսատ մնաց։ Բայց Աստված ամեն բան կարող է գործածել իր նպատակի համար։ Եվ հիմա Պողոս առաքյալը գրեթե իր կյանքի մայրամուտին կատարում է մի հանձնարարություն, որը պիտի փոխեր քրիստոնեության ողջ պատմությունը։ Եվ այդ հանձնարարականը նա պատրաստվում է կատարել ոչ որպես ժամանակի մեծագույն առաքյալը, այլև ամենահայտնի բանտարկյալը։ Աստված կարող էր տանել նրան Հռոմ հանդիսավոր կերպով, նա կարող էր փառավոր կերպով Պողոսին հրավեր ուղարկեր Հռոմից, Պողոսը մտներ քաղաք, նրան տանեին շատ գեղեցիկ մի տան մեջ տեղավորեին, որից հետո կայսերական պալատում նրա համար շքեղ ճաշ կկազմակերպեին, կհրավիրեին եւ գլխում կնստեր Ներոնը, իսկ Պողոսին կհրավիրեին անմիջապես Ներոնի կողքը եւ նա կվկայեր,
Ներոնին, որից հետո եթե Աստված կպներ Ներոնի սրտին, Պողոս առաքյալին Ներոնը կդարձներ իր սեփական խորհրդականը, եւ ով գիտի, գուցե դրանից հետո Պողոս առաքյալը դառնար առաջին Հռոմի պապը։ Մեզանից շատերը այսպիսի ծրագիր կունենայինք Պողոսի համար եւ մեզ համար, բայց Աստված այլ ծրագիր ուներ։ Մենք երբեմն շատ բաներ ենք պահանջում Աստծուց նրան ծառայելու համար։ Մինչ ես կծառայեմ քեզ, դու ծառայիր ինձ։ Բայց Աստված Պողոսի համար այլ բաներ նախատեսել։ Գործք առաքելոց 27-րդ գլուխ առաջին խոսքից գրված է. Երբ որ հրաման եղավ մեզ, որ նավով գնանք Իտալիա, Պողոսին եւ ուրիշ մի քանի կապվածներ էլ տվեցին մի հարյուրապետի, որի անունը Հուլիոս էր, Սեբաստոսի գնդից, եւ մտնելով մի Ադրամինտացի նավ, որ գնալու էր Ասիայի կողմերը, ճանապարհ ընկանք։ Արիստարքոս Մակեդոնացի Թեսաղոնիկեցին էլ մեզ հետ էր եւ մյուս օրը իջանք Սիդոն եւ Հուլիոսը մարդասիրություն ցույց տալով Պողոսին հրամայեց, որ բարեկամների մոտ գնա եւ խնամք տանի։ Եվ այնտեղից ճանապարհվելով նավով գնացինք Կիպրոսի ցած կողմով, քամու ներհակ լինելու պատճառով։ Այն ժամանակ Կիլիկիայի եւ Պամֆիլիայի ծովի միջով գնալով իջանք լիկիացիների Միրան, եւ հարյուրապետը այնտեղ մի Ալեքսանդրացի նավ գտավ, որ Իտալիա էր գնում, եւ մեզ նրա մեջ մտցրեց, եւ շատ օրեր ծանր նավելով հազիվ հասանք Կնիդի կողմերը, եւ երբ որ քամին չթողեց մեզ նավով գնացինք Կրետեի ցած կողմը Սաղմոնայի մոտ։ Ես խնդրում եմ իմ հեռախոսը ինձ տվեք, որ ժամանակին նայեմ, որ մենք չմնանք այսօր այստեղ։ Մերսի։ Սկսվում է Պողոսի ճամփորդությունը դեպի Իտալիա։ Եվ սա նրա կյանքի թերևս ամենաերկար եւ ամենավտանգավոր ճամփորդություններից մեկն էր։ Պատկերացնում եք, առաքյալը ստիպված է լինում որպես բանտարկյալ նավից նավ տեղափոխվել, քաղաքից քաղաք տեղափոխվել, որպեսզի հասնի մի նպատակի։ Պետք էր ընդամենը հասնել Հռոմ։ Եվ նա տեղափոխվում է շղթայված բանտարկյալների հետ, գիտակցելով, որ մոտենում է իր կյանքի ավարտը եւ թերևս նա այլևս այնտեղից չի վերադառնա։ Որքան զարմանալի են Աստծո ճանապարհները։ 8-րդ խոսքից ասում է. «Եվ երբ որ նրանով դժվարություն անցանք, եկանք միտեղ, որ կոչվում էր Գեղեցիկ նավահանգիստ, որի մոտ էր Ղասեա քաղաքը։ Եվ որովհետև շատ ժամանակ էր անցել եւ նավով գնալու համար վտանգավոր էր, ծոմի ժամանակն էլ արդեն անցած լինելով, Պողոսը խրատ էր տալիս նրանց ասելով. «Ով մարդիկ, տեսնում եմ, որ այս նավարկությունը նեղությունով եւ շատ վնասով է լինելու, ոչ թե միայն բեռին եւ նավին, այլ մեր անձերին էլ»։ Բայց հարյուրապետը նավապետին եւ նավավարին ավելի էր ականջ դնում, քան թե Պողոսի խոսքերին։ Զարմանալի մի բան։ Պողոս առաքյալը հայտնվում է իր կյանքում մի տեղում, մի վայրում, որտեղ հասկանում է, որ իրավիճակի վրա այլևս ոչ մի իշխանություն չունի։ Նա հասկանում է, որ ինքը այլևս իրավիճակը չի կարող վերահսկել։ Նա հասկանում է, որ ակամայից հայտնվել է մի բանի մեջ, որի մեղավորը ինքը չի, բայց չունի հնարավորություն փոխելու իրավիճակը։ Նա հայտնվել է մի փոթորիկի մեջ, որի պատճառն ինքը չի, բայց նա նաև հասկանում է, որ դուրս չի գալու այս փոթորիկից։ Նրա խոսքն անգամ լուրջ չեն ընդունում։ Հարյուրապետը գերադասում է լսել նավի անձնակազմին, քան թե լսել Պողոսին։ Պատկերացնում եք, այն առաքյալը, որի խոսքով հազարավորներն էին դարձել Տիրոջը, որ կանգնում էր հույն փիլիսոփաների հետ եւ հակառակվում էր նրանց ապացուցելով Հիսուսի հարությունը, նա ով կարողանում էր ուղղակի բանավիճել ցանկացած հույն ժամանակի փիլիսոփայի հետ, պարզ մի բան է ասում. եկեք ստեղից չշարժվենք, բայց նրան չեն լսում։ Ոչ մի բանի տեղ չեն դնում։
Եվ նա հասկանում է, որ հայտնվել է մի իրավիճակում, որտեղ այլևս ոչինչ չի կարող փոխել։ Նա հասկանում է, որ նեղությունն անխուսափելի է։ Նա հասկանում է, որ փոթորիկն անխուսափելի է։ Եվ նա հասկանում է, որ ոչ թե պետք է հակառակվել փոթորիկին, այլ պետք է գնալ դրան ընդառաջ։ 13-րդ խոսքից ասվում է. «Եվ երբ որ հարավի քամին մեղմորեն փչեց, կարծում էին, թե իրենց նպատակին կհասնեն և ճանապարհ ընկած անցնում էին Կրետեի մոտով։ Եվ շատ ժամանակ չէր անցել, որ նրա վրա մի մրկալից հողմ ընկավ, որ Եվրոկիկլոն էր կոչվում, և երբ որ նավը բռնվեց և հողմի դեմ չկարողացավ դիմանալ, բայց բաց ընկած գնում և գալիս էինք, տարուբերվում էր նավը։ Եվ դիմելով մի կղզու, որ Կղոդա էր կոչվում, հազիվ կարողացանք մակույկը բռնել, որն առնելով օգնության գործածեցին և նավը տակից կապեցին և վախենալով, որ հորձանուտը չընկնեն, առագաստը իջեցրին։ Եվ այնպես գնում գալիս էին»։ Զարմանալի է։ Ընդամենը մի փոքրիկ քամի, մի որոշ ժամանակ անց, մի մեղմ քամի է բարձրանում և փորձառու նավապետը, հարյուրապետը, նավի անձնակազմը մտածում է, ահա, այս քամին մեզ կհասցնի մեր իրական նպատակին։ Եվ նրանք մտածում են, որ կարող ենք շարժվել այս քամու ուղղությամբ, որը մեզ կբերի ու կհասցնի նպատակին, սակայն նրանք նույնիսկ չէին էլ պատկերացնում, որ այդ թվացյալ մեղմ քամու ետևից բարձրանում է մի հսկայական փոթորիկ։ Ես ուսումնասիրեցի ու հասկացա, որ այս Եվրոկիկլոնը սա այդ տարածաշրջանի մայրցամաքի ամենավտանգավոր, ամենասարսափելի փոթորիկներից մեկն է, որ միշտ հարյուրամյակներով հայտնի է եղել։ Գիտեք, կյանքում ամեն մեղմ քամի չէ, որ քեզ տանում է դեպի քո նպատակը։ Երբեմն այդ մեղմ քամիների հետևում թաքնված է լինում մի մեծ հսկայական փոթորիկ։ Երբեմն ամենամահացու փոթորիկները միշտ թաքնված են լինում ամենամեղմ քամիների հետևում։ Եվ եթե դու չսովորես, ես չսովորեմ լսել նրա ձայնը, նրա խոսքի միջոցով, ապա մենք ամեն փչող մեղմ քամի կհամարենք նրան համար նշան։ Մենք կհամարենք, որ դա Տիրոջից նշան է։ Բայց այս պարագայում Պողոսը հասկացել էր մի բան. փոթորիկը անխուսափելի է։ Ուշադրություն դարձրեք, Աստված չօգտագործեց մեղմ քամին, որպեսզի հասցներ Պողոսին նպատակին, բայց նա պատրաստվում էր օգտագործել փոթորիկը։ Եվ երբ կյանքում հայտնվում ես այնպիսի իրավիճակում, որ դու չես կարող հակառակ կանգնել փոթորիկին, ապա քեզ մնում է միայն մի բան. գնալ փոթորիկին ընդառաջ։ Դու սկսում ես աղոթել փոթորիկի դեմ և ոչինչ չի փոխվում։ Դու սկսում ես աղոթել ու աղաղակել, աղաչել Աստծուն և ոչինչ չի փոխվում։ Դու սկսում ես հակառակվել սատանային, հակառակվել փոթորիկին և ոչինչ չի փոխվում։ Դու քշում ես սատանային, ոչինչ չի փոխվում։ Եվ հաճախ միակ բանը, որ այդ պահին հասնում է մարդուն, դա հուսահատությունն է։ 18-րդ խոսքում գրված է. «Եվ երբ որ մենք շատ նեղություն էինք քաշում փոթորիկից, հետևյալ օրը բեռները ծովի մեջ էին գցում, և երրորդ օրը մեր ձեռքով նավի գործիքները դուրս թափեցինք, և երբ որ շատ օրեր ոչ արև և ոչ աստղեր էին երևում, և փոթորիկն էլ քիչ չէր, որ մեզ վրա կար, ապա մեր ազատվելու բոլոր հույսը կտրվեց»։ Մեկ րոպե։ Պողոս, դու հուսահատության մեջ ես։
Պողոս առաքյալը։ Ես ուզում եմ ձեզ մի բան ասեմ Պողոս առաքյալի մասին։ Պողոս առաքյալը թուլամորթ չէր։ Նա վախկոտ չէր։ Նա թույլ մարդ չէր իր տեսակով։ Նրան հնարավոր չէր հեշտ կոտրել։ Նա այնպիսի մի մարդ էր, որ քարոզեց մինչև լուսաբաց եւ երբ որ երրորդ հարկից պատանին նստած, հոգնած, աչքերը ծանրացած, ընկավ ներքև, մահացավ, Պողոսը վազեց ներքև, հարություն տվեց ու բարձրացավ վերև սկսեց ճաշել։ Մենք այս Պողոսի մասին ենք խոսում։ Սա այն Պողոսն է, որին որ քարկոծեցին եւ մտածեցին, որ մահացած էր, բայց նա ոտքի կանգնեց, թափ տվեց հագուստները եւ գնաց դարձյալ նույն տարածքում սկսեց քարոզել։ Մենք խոսում ենք այն Պողոս առաքյալի մասին, որին 5 անգամ 39 մտրակի հարված տվեցին եւ 6-րդ անգամ հայտնաբերեցին նույն վայրում կանգնած Աստծո խոսքը քարոզելիս։ Մենք այս Պողոսի մասին ենք խոսում։ Նա խեղճ մեկը չէր։ Սա այն Պողոս առաքյալն էր, որի մասին Սատանան ասում էր, ես Հիսուսին ճանաչում եմ եւ Պողոսին էլ գիտեմ։ Երբ նա մեղավոր էր, Պողոսը յուրահատուկ մեղավոր էր։ Երբ որ նա դարձավ հավատացյալ, նա յուրահատուկ հավատացյալ էր։ Երբ որ նա ուզում էր տեսնել ինչ-որ մեկի մահը, նա կանգնում էր մինչև վերջ, մինչև որ Ստեփանոսին քարկոծեցին եւ Ստեփանոսը հոգին տվեց։ Երբ որ նա դարձավ հավատացյալ եւ ուզում էր տեսնել ինչ-որ մեկի փրկությունը, նա նույն կերպ կանգնում ու չէր հանձնվում, մինչև իր ուզածին հասներ, մինչև տվյալ մարդը փրկվեր։ Նա յուրահատուկ մարդ էր։ Նա սովորական մեկը չէր։ Նա հանձնվող մեկը չէր։ Ուստի ամենակիչը Աստվածաշնչում ումից կարելի է հուսահատություն սպասել, դա Պողոսն էր։ Բայց նա ասում է, մեր ապրելու, ազատվելու հույսը կտրվեց։ Ամեն մեկը կարող է հուսահատվել։ Խնդիրն այն է, որ մենք ապրում ենք սուպեր հերոսների հասարակության մեջ։ Մենք ապրում ենք սուպեր հերոսների դարաշրջանում, որտեղ մարդիկ միշտ ուզում են ավելի ուժեղ Երևան, քան իրենք կան։ Եվ միտքն անգամ, որ դու կարող ես թուլանալ, տկարանալ կամ հուսահատվել, միտքն անգամ մեղք է համարվում։ Սակայն ամենքս էլ ունենք մեր հուսահատության ժամը։ Գիտեք մի զարմանալի փաստ, որ նկատում եմ այս տեքստում, եւ դուք էլ հիմա կնկատեք, կամ գուցե նկատել եք։ Պողոս առաքյալը ոչ մի կերպ չի հակառակվում փոթորիկին։ Ոչ մի կերպ չի հակառակվում իրավիճակին։ Նա ոչ մի իշխանություն գործի չի դնում եղանակի դեմ, փոթորկի դեմ։ Նա չի աղոթում ու չի խնդրում Աստծուն փոթորիկը դադարացնել։ Նա չի կանգնում ու չի խոսում փոթորիկին, որ փոթորիկը դադարի։ Նա չի հակառակվում։ Նա չի հակառակվում սատանային։ Պողոսը չի հակառակվում իրավիճակին։ Զարմանալի բան։ Որքան հակառակ է սա ժամանակակից ավետարանին, որ երբ քո կյանքում փոթորիկ է բարձրանում, դու վերցնում ես Հիսուսի անունը եւ հակառակ ես կանգնում այդ փոթորիկին։ Պողոսը հակառակ չի կանգնում փոթորիկին։ Ոչ մի դեպքում, ոչ մի անգամ։ Երբ դու սկսում ես աղոթել փոթորկի դեմ եւ ոչինչ չի փոխվում։ Երբ դու սկսում ես աղաղակել Աստծուն եւ ոչինչ չի փոխվում։ Երբ դու սկսում ես հակառակվել սատանային եւ ոչինչ չի փոխվում։ Երբ դու արդեն ամեն բան արել ես ու փոթորիկը չի դադարում, սա նշանակում է, որ փոթորկի ետևում կանգնած է ով? Աստված։ Եվ ես հավատում եմ, որ ինձ Աստված այսօր ուղարկեց ձեզանից ոմանց ասելու, դու մտածում էիր, որ Աստված կօգտագործի քո կյանքի մեղմ քամին քեզ նպատակին հասցնելու համար։ Բայց Աստված չի պատրաստվում օգտագործել մեղմ քամին։ Աստված պատրաստվում է օգտագործել փոթորիկը քո կյանքի քեզ նպատակին հասցնելու համար։
Նա կօգտագործի փոթորիկը քո կյանքի, որպեսզի քեզ հասցնի այնտեղ, որտեղ խոստացել է։ Եվ գիտես ինչու Աստված մեղմ քամին չի գործածում քեզ նպատակին հասցնելու համար, որովհետև նպատակը, որ Աստված ունի քեզ համար, այնքան մեծ է, որ այդ մեղմ քամին շատ կամաց է, շատ թույլ է քեզ այնտեղ հասցնելու համար։ Խոստմունքը, որ քո կյանքում կա, այնքան մեծ է, որ Աստված պիտի փոթորիկ առաջ բերի, որ քեզ կարողանա հասցնի այնտեղ։ Երբ որ մեղմ քամին բարձրացավ, նրանց նավին ոչինչ չեղավ, բայց փոթորիկը նրանց հասցրեց նպատակին։ Դու գուցե շարունակ հարցնում ես Տիրոջը. ինչու այսքան երկար, Տեր։ Ինչու եմ ես դեռ այստեղ։ Ինչու չես հանում ինձ այստեղից։ Ինչու պիտի դեռ սա շարունակվի։ Չէ որ ես սա չեմ ուզում, չէ որ սա արդեն շատ տհաճ է։ Չէ որ ես տանջվում եմ։ Ինչու ինձ չես հանում այստեղից։ Երեք ես իմ տղային տանում էի մանկապարտեզ, ու երբ որ տարա իրան մանկապարտեզ, ինքը սկսեց լաց լինել այնտեղ։ Սա նոր մանկապարտեզ է, ինքը դեռ սովոր չի, բայց ամեն դեպքում սկսեց լաց լինել, բայց ես իրան թողեցի մանկապարտեզում, ասեցի դու պետք է մնաս։ Երբ որ դուրս էի գալի, ինքը էլի սկսեց լացել իմ հետևից, ուզում էր իմ հետևից գալ, բայց ես դարձյալ ասեցի, որ դու պետք է մնաս, բայց մի բան խոստացա գնալուց առաջ։ Ասեցի Դանիել, պապան գալու է քո հետևից։ Գալու եմ քո հետևից ու քեզ տանելու եմ խաղալու։ Ինքը միևնույնն է շարունակեց լացել։ Ես դուրս եկա մանկապարտեզից, դեռ մանկապարտեզի տարածքում է իր ձայնը դեռ լսվում էր։ Հետո դադարեց ձայնը։ Դադարեց ու ես գնացի։ Եկա տուն, ժամանակ ունեի աղոթքի, ծնկի եկա Տիրոջ առաջ ու աղոթում էի իմ կյանքի ընթացքի հետ կապված այն փոթորիկների ու դժվարությունների, որ ես անցնում եմ իմ կյանքում, իմ ծառայության մեջ։ Ու աղոթեցի ու ասեցի Տեր, ինչի ինձ չես անում ստեղից։ Ինչի ես դեռ թույլ տալիս, որ շարունակվի։ Ինչի չես դադարացնում ես փոթորիկը, ինչու չես հանում ինձ ես փոթորիկից, ու ես աղաղակում էի, լաց էի լինում Տիրոջ առաջ։ Ու ծնկներիս վրա սպասում եմ, որ Տերը խոսի, պատասխանի։ Ու զգացի Սուրբ Հոգու մեղմ ձայնը սրտումս։ Ու ինձ ասեց, երբ որ դու քո տղային տարար մանկապարտեզ, ինչ էր անում նա։ Ասեցի լաց էր լինում։ Ու դու ինչ արեցիր։ Ասեցի թողեցի այնտեղ։ Երբ որ ուզում էիր դուրս գայիր, ինչ էր անում։ Ասեցի լացում էր։ Դու ինչ արեցիր։ Թողեցի այնտեղ ու դուրս եկա։ Ինչու դու դա արեցիր։ Ես ասացի, որովհետև գիտեմ, որ դա կարևոր է նրա ամբողջ կյանքի համար։ Ու Սուրբ Հոգին նորից խոսեց, ասեց, բայց դուրս գալուց առաջ դու ինչ խոստացար։ Ասացի, ես խոստացա, որ կգամ քո հետևից։ Երբ դու գնացիր նրա հետևից։ Ասացի, երբ որ ժամանակը լրացավ։ Ու Տերը խոսեց էլի սրտիս հետ։ Ասեց, ես նույնպես վարվում եմ քեզ հետ։ Քո երեխային դուր էր գալիս մանկապարտեզը, ասեցի ոչ։ Նա կուզեր այդ պահին քեզ հետ գնար խաղալու, ասեցի այո, բայց դու թողեցիր։ Որովհետև դու գիտեիր, որ եթե, այս ամբողջը ես Տերը խոսում է հետս, պատկերացրեք։ Եթե դու նրան այդ պահին տանեիր խաղալու, դա նրան դուր կգար, բայց դա ժամանակավոր մի բան էր։ Բայց այն, որ դու նրան թողեցիր այնտեղ, դա նրա ամբողջ կյանքի համար է։ Դա նրան դուր չեկավ։ Նա լացեց։ Նրան դուր չէր գալիս, գուցե մինչև վերջ էլ դուր չեկավ, բայց երբ լրացավ ժամանակը, դու գնացիր նրա հետևից։ Ու Տերն ինձ ասեց, երբ որ լրանա ժամանակը, ես գալու եմ քո հետևից։
ես գալու եմ քեզ դուրս եմ բերելու, որովհետև ես խոստացել եմ, որ գալու եմ քո հետևից։ Ես էլ ունեմ ժամանակ, որ պիտի լրանա։ Ինչպես դու թողեցիր քո տղային մանկապարտեզում իր ամբողջ կյանքի համար, ես էլ քեզ թույլ եմ տալիս, որ մնաս սրա մեջ քո ամբողջ կյանքի համար, բայց ես ունեմ ժամանակ։ Ես ժամանակ ունեմ սահմանված։ Երբ որ ժամը լրանա, ես գալու եմ քո հետևից։ Գիտեք, երբեմն մենք մտածում ենք, որ Աստված մեր հանդեպ շատ ավելի խիստ է, քան կուզեինք, որ լիներ։ Բայց մենք պարզապես չենք կարողանում տեսնել ամբողջ պատկերը, թե ինչ է պատրաստվում Տերը անել։ Կարծում եք ես չէի ցանկանա իմ տղային հենց այդ պահին դուք պատկերացնում եք իր ուրախությունը, եթե ես հենց այդ պահին ասեի, լավ, դու չես մնում, գնացինք խաղալու, դուք պատկերացնում եք իր ուրախությունը։ Բայց ես թույլ տվեցի, որ նա մնա։ Իսկ Տերը մեզ հետ վարվում է հենց այդպես։ Մենք ուզում ենք շուտ, արագ դուրս գալ ինչ-որ իրավիճակից։ Բայց Տերն ասում է, դեռ ժամանակ կա։ Ժամանակը չի լրացել։ Ու մի քարոզիչ ասում էր, մենք Աստծո կողմից սահմանված ժամանակը փորձության չենք կարող կարճացնել։ Դա անհնար է, բայց կարող ենք երկարացնել։ Եվ 21-րդ խոսքում հուսահատությունից հետո Պողոս առաքյալն ասում է. «Եվ որովհետև շատ օր սոված էին այն ժամանակ, Պողոսը նրանց մեջ կանգնած ասեց. ով մարդիկ, պետք էր ձեզ ինձ լսեիք եւ Կրետեից դուրս չգայիք եւ այս նեղությունից եւ վնասից պրծնեիք։ Եվ հիմա էլ խրատում եմ ձեզ, որ սրտապինդ կենաք, որ ձեզանից ոչ մեկի անձին վնաս չի լինի»։ Օհո, հուսահատության պահից մեկ օր հետո ինչ-որ բան է տեղի ունեցել, որ մենք պիտի պարզենք։ Ձեզանից ոչ մեկի անձին վնաս չի լինի։ Սա այն Պողոսը չի, որ ասում էր ազատվելու հույսը կտրել ենք։ Բացի այդ նավից։ Որովհետև այս գիշեր, որքան զարմանալի է, որ Աստված միշտ հայտնվում է գիշերը, քո կյանքի գիշերը։ Որովհետև այս գիշեր երևաց ինձ այն Աստծո հրեշտակը, որ ես նրանն եմ, եւ որին էլ պաշտում եմ, եւ ասեց. մի վախեցիր, Պողոս, քեզ պետք է Կայսեր առաջ կանգնես։ Եվ ահա Աստված շնորհել է քեզ այդ բոլոր քեզ հետ նավողներին։ Սրա համար սրտապինդ կացեք, ով մարդիկ, որովհետև հավատում եմ Աստծուն, որ այսպես կլինի, ինչպես ինձ հետ խոսեց։ Որքան էլ ուժեղ լինի փոթորիկը, որքան էլ այն սարսափեցնի, միևնույնն է, Աստված այսօր քո կյանքի փոթորիկն է օգտագործելու, որպեսզի քեզ հասցնի նպատակին։ Միգուցե դու կուզեիր հասնել նավահանգիստ, այսպես սառը հյութը ձեռքիդ պահած, նավի տախտակամածին սենց վայելելով բնության տեսարանները։ Խորը շունչ քաշեիր, վայելեիր սառնությունը։ Պատրաստեիր իրերդ, որպեսզի հասնեիր նպատակին։ Բայց Աստված նախատեսել էր ուրիշ բան։ Աստված նախատեսել էր, որ դու պիտի անցնեիր փոթորիկի միջով, որովհետև փոթորիկն էր, որ պիտի կշիռ տար այն նպատակին, որ Աստված դրել էր Պողոսի կյանքում։
Եթե դուք շարունակեք կարդալ պատմությունը, կտեսնեք, որ Պողոս առաքյալի մոտ ամեն բան պտտվում է։ Սրանից անմիջապես հետո հարյուրապետը սկսում է լսել միայն Պողոսին։ Ուշադրություն դարձրեք, կարդացեք պատմությունը, Պողոս առաքյալը կարծես թե դառնում է նավապետը։ Պողոսը ինքն է որոշում ինչ անեն, ոնց գնան, որտեղ կանգ առնեն։ Ամեն բան փոխվեց, բայց փոթորիկից հետո ահա թե ինչու է Աստված թույլ տալիս իմ եւ քո կյանքում փոթորիկ, որպեսզի մեր կշիռը բարձրանա այս կյանքում։ Որովհետեւ նպատակը, որի համար Աստված քեզ տանում է, դա քո համար չի, դա քեզ համար չի, դա ուրիշների համար է։ Դրա համար էլ երբեմն մենք անցնում ենք այդպիսի փոթորիկներով։ Ու երբ անցնում ենք, գալիս է մեր կյանքում մի պահ, որ պետք է հասկանանք, որ փոթորիկը անխուսափելի է։ Եվ այն հեղեղուկ ուսմունքները, որ տարածված է այսօր, որ պարզապես հռչակիր Հիսուսի անունը, հակառակվիր Հիսուսի անունով եւ ամեն բան կչքվի քո կյանքից։ Գիտեք, մեզանից քանիսն են Հիսուսի անունով Հիսուսին դեմ կանգնել։ Գիտեք, մեզանից քանիսն են Հիսուսի անունով հակառակ կանգնել Աստծո կամքին։ Պողոս առաքյալը կարող էր կանգնել եւ հռչակել. Հիսուսի անունով դադարիր։ Ինչ էր խանգարում։ Բայց այդպես չարեց։ Դուք ինչ եք կարծում եք Աբրահամի հետ եղած պատմությունը, եթե տեղի ունենար այսօր, չգիտեմ, քարոզիչների կամ քրիստոնյաների հետ ինչ կանեին։ Եթե այսօր Աստված մեկին գար կանգներ ու ասեր. «Արքո մեկ հատիկ որդուն եւ ինձ համար զոհ մատուցիր Մորիայի սարերից մեկում, որ կասեմ, մի անգամից կպտտվեր ու կասեր, ետից գնա սատանա»։ Պողոսը չի հակառակվում փոթորիկին։ Ինչու՞։ Որովհետև նորից եմ ասում, եթե դու աղոթեցիր ու աղաղակեցիր Աստծուն եւ ոչինչ չփոխվեց, եթե դու հակառակ կանգնեցիր ու խոսեցիր փոթորիկին, ոչինչ չփոխվեց, եթե դու հակառակ կանգնեցիր սատանային ու փոթորիկը չդադարեց, ուրեմն փոթորիկի ետևում կանգնած է Աստված։ Եվ Աստված պատրաստվում է փոթորիկը օգտագործել քեզ համար։ Թեև ես հասկանում եմ, որ այդ ժամանակ քո մոտ այնպիսի զգացողություն է, որ Աստված կարծես քեզ է օգտագործում փոթորիկի համար։ Բայց նա պատրաստվում է օգտագործել փոթորիկը։ Եվ ասեմ քեզ, որքան հեռուն ես ուզում գնաս, որքան Աստծո մեջ հեռուն ես ուզում գնաս, որքան Աստված հեռուն է քեզ ցույց տալի, այնքան փոթորիկը ուժեղ է լինելու։ Եվ բնականաբար ոչ մեկ չասաց ամեն։ Ես հասկանում եմ, որ այս պատգամը այն պատգամը չի, որ վերջում պետք է ցնծալ եւ ուրախանալ, որովհետեւ փոթորիկը անխուսափելի է։ Բայց փոթորիկը քեզ հասցնելու է քո նպատակին։ Եկեք պատրաստվենք երկրպագության։ Այս պատմությունը ավարտվում է բնականաբար նրանով, որ Պողոսը ի վերջո հայտնվում է Հռոմում եւ ըստ պատմաբանների ասում են, որ Պողոս առաքյալը ի վերջո կանգնում է Ներոնի առաջ, որից հետո էլ հայտնվում է բանտում եւ գլխատվում է։ Բայց նպատակին հասնում է։ Թեև Աստվածաշունչը մեզ չի մանրամասնում, բայց ես հավատում եմ, որ Պողոսը հասավ նպատակին, որովհետեւ Աստված էր նրան տանում։ Եվ անգամ անաստված Ներոնը շանս ունեցավ։ Անգամ անաստված Ներոնը։ Սիրելի քույր ու եղբայր, արդյոք ուզում ես, որ Աստված տանի քեզ դեպի իր նպատակները։ Եկեք ոտքի կանգնենք։ Արդյոք մենք հաշիվ տալիս ենք մեր աղոթքներին, թե ինչ ենք խնդրում Աստծուց։ Արդյոք մենք հաշիվ տալիս ենք, ես չգիտեմ ինչ երգ է երգելու փառաբանությունը, բայց մենք հաշիվ տալիս ենք մեր երգերին, ինչ ենք մենք ասում։ Տեր, ես ուզում եմ լինել քեզպես։ Ես ուզում եմ լինել քեզպես։ Մենք հաշիվ տալիս ենք, որ Տերը պատասխանելու է այդ աղոթքին։
Ես հիշում եմ Յասեր եղբայրը, հիշում եք, որ Պարսկաստանում 5 տարի բանտ էր նստել ու պատմում էր ու ասում էր աղոթեցի ու ասեցի նոր երբ որ Տիրոջը եկել էր ասեցի Տեր, ես ուզում եմ Պողոս Առաքյալի նման լինեմ քեզ համար։ Բայց ասում եմ ես չէի պատկերացնում, որ առաջին բանը, որ պիտի տեղի ունենար մի քանի ամիս անց ինձ բանտ էին գցելու։ Տերը պատասխանեց աղոթքին։ Միգուցե դու կցանկանայիր լինել Պողոս Առաքյալը, որպեսզի այսպես հանդիսավոր կերպով Հռոմ գնայիր։ Բայց ոչ։ Բանտ։ Մի դերասան ասում էր. մենք շատ հաճախ մտածում ենք, որ կյանքում ամեն բան, ինչ տեղի է ունենում մեր դեմ։ Բայց ոչ թե դրանք տեղի են ունենում մեր դեմ, այլ տեղի են ունենում մեզ համար։ Ես չգիտեմ դու ինչ փոթորիկով ես անցնում քո կյանքում։ Բայց ինչպիսին էլ լինի փոթորիկը, ոչ թե հայացքդ ուղիր փոթորիկի վրա, հիշիր են խոստմունքը, որ Աստված տվել է քեզ։ Հիշիր են նպատակը, որ Աստված դրել է սրտումդ, փոթորիկը քեզ հասցնելու է նպատակին։ Եթե ընտանիքում քաոս է տիրում, բայց դու աղոթել ու ասել ես Տեր, ես լավ ընտանիք եմ ուզում ունենամ։ Տերը այդ քաոսից մի հրաշալի բան է ստեղծելու։ Եթե քո կյանքում խառնաշփոթ է գուցե ֆինանսների մեջ, քո ֆինանսական կյանքում, եւ դու ժամանակին աղոթում էիր ու Տերը խոսեց ու ասեց, որ ես կօրհնեմ քեզ, ու դրանից հետո սկսվեց փոթորիկը։ Այդ փոթորիկը կհասցնի քեզ նպատակին։ Գրված էր Գործ Առաքելոց 27-րդ գլխում, որ փոթորկի ժամանակ սկսեցին նավը դատարկել։ Աստված էլ փոթորկի ժամանակ սկսում է մեր կյանքից դատարկել բաներ, որոնք այլևս պիտանի չեն։ Այն տեղը, որ Աստված քեզ տանում է, դրանք այլևս քեզ պետք չեն։ Եվ վերջում ասում է նավի գործիքներն էլ դատարկեցինք։ Եվ ավելին ասեմ, վերջում նավն էլ չմնաց։ Նավն էլ չմնաց։ Նավն էլ գնաց ջրի տակ, ինչու, որովհետև հասել են արդեն։ Նրանք հասան դատարկ, այնպիսին, ինչպիսին որ կային։ Ահա թե Աստված ինչ է անում փոթորիկը բերելով քո կյանքում, նա ուզում է դատարկել քո կյանքից ամեն բան, որ դու նրա առջև մնաս ուղղակի դատարկ։ Քո նավը են համարձակություններ, որ դու ունեիր, քո ինքնավստահություններ, որ դու շուտով դուրս կթափես։ Քո գիտելիքներն էին, որոնք այլևս քեզ պետք չեն փոթորիկի ժամանակ։ Քո ծանոթներն էին, որոնք այլևս փոթորիկի ժամանակ չկան։ Այն ամենն, ինչի հետ դու հույս էիր կապում, քո դիպլոմները, քո կրթությունը, քո հրաշալի աշխատանքը, քո անսասան դիրքը քո կարիերայի մեջ, երբ որ հանկարծ հայտնվում է փոթորիկը ու դու հասկանում ես, ես այլևս ոչինչ չեմ կարողանում անել, ինձ այլևս չեն լսում։ Տերն այդ ամենը օգտագործում է դատարկելու մեր կյանքը։ Եվ երբ որ Տերն ամեն բան կդատարկի, հիշեք, նավն էլ վնաս է կրելու։ Գիտեք ինչն է նավը, որ քեզ պահում է ջրի վրա։ Բայց Աստված ուզում է, որ դու սուզվես ջրի մեջ։ Դրա համար եղել է ժամանակ, որ ասում ես, հողը կարծես ոտքերիս տակից փախած լինի։ Հողը կարծես փախնում է ոտքերիս տակից։ Ես էլ չգիտեմ ինչ պիտի անեմ։ Ես էլ հույս չունեմ։ Ես էլ չգիտեմ ինչ պիտի անեմ։ Չգիտեմ ինչ է լինելու։ Եվ հենց այդ ժամանակ ամենակարող Աստված հայտնվում է գիշերով եւ ասում է. մի վախեցիր, որովհետև ես եմ։
Հիշում եք, երբ որ առաքյալները նավի մեջ էին եւ փոթորիկ բարձրացավ։ Երբ Հիսուսը քայլեց ջրի վրայով դեպի առաքյալները, դեպի աշակերտները, նրանք սկսեցին զարհուրել ու աղաղակել։ Պատկերացնում եք, Հիսուսի սիլուետը հեռվում ավելի սարսափելի էր իրանց համար, քան փոթորիկը։ Մոռացել էին, որ փոթորիկ էր։ Ուրվականից ավելի շատ էին վախեցել, քան փոթորիկից, որ խեղդվում էին։ Փոթորիկից ավելի ուժեղ բան էլ կա, ուրվականները։ Եվ երբ Հիսուսը մոտեցավ, սկսեցին աղաղակել, Հիսուսն ասեց՝ մի վախեցեք, ես եմ։ Եվ հիմա Տերը խոսում է ամեն մեկիդ, որ անցնում եք փոթորիկով։ Տերն այսօր ձեզ մի բան ասում, եթե էլ ոչ մի բան չհիշեք այս պատգամից, գնացեք տուն, հիշեք մի բան, Տերն ասում է, մի վախեցիր, ես եմ։ Ես եմ։ Երբ որ գա ժամանակը, ես կգամ քո հետևից։ Երբ որ եկավ ժամանակը, ես իրապես գնացի իմ տղայի հետևից։ Ու ինքը ուրախացած վազեց դեպի ինձ։ Բայց ես գնացի, երբ որ լրացավ ժամանակը։ Տերը կգա, երբ որ ժամանակը կլրանա։ Եվ Տերն ունի նպատակ, ինչպես որ ես իմ տղային ասեցի, ես քեզ կտանեմ խաղալու։ Տերն էլ ունի նպատակ մեզ համար։ Նա գալու է, որպեսզի քեզ տանի այն գործի մեջ, այն նպատակի մեջ, որ նա սահմանել է քո կյանքի համար։ Երբեմն փոթորիկը դառնում է անխուսափելի։ Երբեմն դու չես կարող փոխել փոթորիկը, բայց դու կարող ես փոխել քո վերաբերմունքը փոթորիկի նկատմամբ։ Ինչպես ես դիմավորելու փոթորիկը։ Դու միևնույնն է գնալու ես ընդառաջ այդ փոթորիկին, ինչպես ես պատրաստվում դիմավորել։ Վախեցած, թաքնված, թե ուղղակի կանգնելու ես, մեջքդ ուղղելու ես։ Ու ասելու ես, եթե այլևս ոչինչ չի փոխվում, ես գիտեմ, որ ժամանակը հենց լրանա, հայրը գալու է։ Ու գնում ես փոթորիկին ընդառաջ, գուցե կսուզվես, գուցե ջուր կուլ կտաս, գուցե ուշաթափվես, բայց Տերը խոստացել է, որ կայսեր առաջ պիտի կանգնես։ Սա նշանակում է դու ափ ես դուրս գալու։ Նավով թե առանց նավ դու ափ ես դուրս գալու։ Դու ափ ես դուրս գալու։ Սա է խոստանում Տերը փոթորիկից անմիջապես հետո։